Աստծո միածին որդին մարդացավ։ Աստծո որդին մարդացավ, որպեսզի մեր մեղքերը քավի, որպեսզի մեզ փրկի։ Բայց ի սկզբանե շատերը թշնամացան։ Ի սկզբանե շատերը անգամ, երբ որ Տերը քայլում էր երկրի վրա, թշնամացան նրա հանդեպ եւ փորձում էին հերքել, որ ինքը Աստծո որդին է եւ Աստված է, հավասար Հորը։ Թվում էր, թե մարդիկ այդքան հրաշքներ ու նշաններ տեսնելով պիտի հավատային Աստծո միածին որդուն։ Պիտի հավատային, որ նա է Աստվածն ու Տերը, բայց ցավոք սրտի, ոչ միայն չհավատացին, այլ մոլորությունները շատացան։ Սատանան իր չար սերմերը ցանեց շատ-շատերի սրտերում եւ մարդիկ չար պատուղներ տվեցին։ Տարբեր հերձվածողներ եւ աղանդավորներ առաջ եկան։ Տարբեր մարդիկ պատմության ընթացքում փորձեցին հերքել Տեր Հիսուս Քրիստոսի աստվածությունը։ Դրանցից հետո հանդես եկան մուսուլմանները, ովքեր ոչ թե ուղղակի փորձեցին հերքել, որ Տեր Հիսուս Քրիստոսն Աստված է, այլ առանձին մի կրոն հաստատվեց, որը իհարկե Աստծուց չէր, եւ որը իհարկե մոլորության կրոն է, եւ մեր հայրերը կոչում են նաեւ ների կրոն։ Սակայն մինչև այսօր անգամ քրիստոնյաները հստակ գաղափար չունեն, թե արդյոք Տեր Հիսուս Քրիստոսը հավասար է իր Հորը, թե Հորից փոքր է։ Շատ-շատերի պատկերացմամբ Հիսուս Քրիստոսը Հորից փոքր է, զիջում է նրան։ Բայց պիտի ասենք, որ սա աստվածահայհոյություն է եւ տգիտություն։ Իհարկե, տգիտությունը ներելի է։ Իհարկե, եթե մարդը չի հասկանում եւ լսելով ապաշխարի եւ իր սխալը ուղղի, ներում կստանա։ Եվ մեկ այլ մեծ ցավ կա։ Ոմանք նախանձով են նայում մուսուլմաններին եւ հրեաներին, մտածելով, որ նրանք Աստծո բարեհաճությունն ունեն եւ կարող են անգամ մտնել երկնքի արքայություն։ Այսպիսի մի միտք կա, այսպիսի մի գաղափար կա, չգիտես որտեղից ծնված, որը մոլորություն է։ Այո, իհարկե ապաշխարելու դեպքում, քրիստոնյա դառնալու դեպքում, Տեր Հիսուս Քրիստոսին ընդունելու դեպքում, Սուրբ Երրորդության ուղղափառ դավանություն ունենալու դեպքում, իհարկե մարդը կարող է փրկվել։ Բայց սրանք շատ են սիրում իրենց Աբրահամի որդիներ կոչել, շեշտել, որ մարգարեներն իրենց նախահայրերն են եւ այլն եւ այլն։ Չնայած որ սրանք որպես այդպեսին միգուցե մարմնով Աբրահամի հետ ինչ-որ կապ ունեն, բայց խոստման որդիներ չեն, որովհետև Իսմայելը խոստման որդի չէր։ Իսկ սրանք Իսմայելի որդիներն են, եւ ոչ թե Աբրահամի։ Աբրահամի զավակները, այն զավակները, որ աստղերից շատ եղան, դրանք քրիստոնյաներն են, ովքեր խոստման որդիներ են, ովքեր հավատով արդարացան, ովքեր հավատով պիտի արդարանան։ Սկսենք նրանից, որ նրանք անգամ հին ուխտի կտակարանից են շեղված եւ չեն պահում հին ուխտի օրենքները։ Սուրբ Հակոբոս առաքյալը հստակ գրում է. նա ով պահում է ամբողջ օրենքը եւ միայն մեկ բանով սայթաքում, պարտապան կլինի ամբողջ օրենքին։ Իսկ սրանք ոչ թե մեկ բանով են սայթաքում, այլ ամբողջովին սայթակած են, այսինքն անգամ օրենքի մեջ չեն կարող ինչ որ կերպ հույս ունենալ, որ Աստծուն հաճելի են, որովհետեւ չեն պահում օրենքը ոչ մի կերպ։ Ամենափոքրիկ շեղումն անգամ մարդուն պարտական է դարձնում։ Մարդը չէր կարող օրենքով փրկվել, քանզի միայն աստվածային միջամտությամբ տեղի ունեցավ փրկagorցության խորհուրդը։ Բայց հրեաներն ու մուսուլմանները իրենց հույսը դրել են օրենքի եւ արտաքին գործերի վրա, որոնցով փրկվելու հույս ունեն։ Նորից եմ ասում, Աբրահամի ժառանգները քրիստոնյաներն են եւ ոչ թե հրեաներն ու մուսուլմանները։ Մատթեոսի ավետարանի 3-րդ գլխում կարդում ենք. Եվ մի փորձեք ինքներդ ձեզ ասել, մենք իբրև հայր ունենք Աբրահամին։ Ասում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել։ Այսինքն այդ քարերը կռապաշտ հեթանոսներն էին, ովքեր պաշտում էին քարերն ու կուրքերին, բայց Աստված նրանց դարձրեց Աստծո որդիներ, քրիստոնյաներ։ Եվ Սուրբ Պողոս առաքյալը հռոմեացիներին ուղղված իր թղթում ասում է. Աբրահամին եւ նրա սերնդին աշխարհը ժառանգելու խոստումը եղավ ոչ թե օրենքի, այլ հավատի արդարության միջոցով, որովհետեւ եթե ժառանգները նրանք են, որ օրենքի վրա են հիմնվում, ապա զուր է հավատը եւ դատարկ խոստումը, քանի որ օրենքը բարկություն է առաջ բերում։ Ուրեմն խոստման որդիներն են Աբրահամի որդիներ, այսինքն քրիստոնյաները, եւ արդարանում ենք մենք Տեր Հիսուս Քրիստոսով։ Հռոմեացիներին ուղղված 3-րդ գլխի 28-րդ համարում կարդում ենք, որովհետև ընդունում ենք, որ մարդն արդարանում է հավատով, օրենքի գործերից անկախ։ Ընդ որում, ոչ թե հավատի գործերի, այլ օրենքի գործերից անկախ, որովհետև նաև գիտենք, որ հավատն առանց գործերի մեռած է, ինչպես Սուրբ Հակոբոս առաքյալն է ասում։ Այսինքն Աստված մեզանից ոչ թե օրենքի գործեր է պահանջում, այլ հավատի գործեր, որովհետև հավատով ենք արդարանում։ Եվ հռոմեացիներին ուղղված թղթի 5-րդ գլխում կարդում ենք. ուրեմն հավատով արդարացած խաղաղություն ունենանք Աստծո հետ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, որի միջոցով հավատով ընդունեցինք այն շնորհը, որի մեջ կանք եւ բարձենում ենք Աստծո փառքի հույսով։
Մատթեոսի ավետարանի 19-րդ գլխում աշակերտները Տիրոջը հարցնում են. իսկ ով կարող է փրկվել։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը նրանց պատասխանում է. մարդկանց համար դա անհնար է, բայց Աստծո համար ամեն ինչ հնարավոր է։ Իսկ Գործք առաքելոցում կարդում ենք. այդժամ Պետրոսը Սուրբ Հոգով լցված ասաց նրանց. ժողովրդի իշխանավորներ եւ Իսրայելի ծերեր, եթե մենք այսօր դատվում ենք միայն մի տկար մարդու հանդեպ արված բարիքի համար, որով նա բժշկվեց, ապա թող հայտնի լինի ձեզ բոլորիդ եւ Իսրայելի ամբողջ ժողովրդին, որ նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով, որին դուք խաչեցիք եւ որին Աստված մեռելներից հարություն տվեց, նրանով ահա սա առողջացած կանգնել է ձեր առաջ։ Սա է ձեզանից շինողներից հետ անարգված այն վեմը, որ անկյունակար դարձավ։ Եվ ուրիշ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետև երկնքի տակ չկա մարդկանց տրված մեկ այլ անուն, որով մենք կարողանանք փրկվել։ Երբևէ լսած կաք, որ որևէ մի հրեշտակի կամ մարգարեի մասին այսպիսի մի բան ասված լինի Սուրբ գրքում եւ որևէ մի մարգարեի կողմից։ Իհարկե ոչ, որովհետև Տեր Հիսուս Քրիստոսը ասում է, որ միայն Աստված կարող է փրկել։ Իսկ Սուրբ Պետրոսը ուղիղ կերպով ասում է, որ Տեր Հիսուս Քրիստոսն Աստված է եւ միայն նրանով կարող ենք փրկվել։ Ինչպես գիտենք, հրեաներն ու մուսուլմանները Տիրոջը չեն ընդունում եւ ոմանց համար նա մարգարե է, ոմանց համար սուտ մարգարե, ոչ մի մարգարեի մասին երբեք այսպիսի բան չի ասվել։ Բացի սա, Տերը հստակ շեշտում է, որ միայն Աստված կարող է փրկել մարդուն։ Եվ Սուրբ Պետրոսը նորից եմ ասում, հաստատում է, որ Տեր Հիսուս Քրիստոսը Աստված է եւ միայն նրանով փրկություն ունենք։ Հովանու ավետարանի առաջին գլխի 16-րդ համարից կարդում ենք. մենք բոլորս նրա լիությունից շնորհը շնորհի վրա ստացանք, որովհետև օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհը եւ ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան։ Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել բացի միածին որդուց, որ հոր ծոցում է։ Նա նրա մասին մեզ հայտնեց, որ մի հրեշտակի կամ մարգարեի մասին է ասվել, որ նա հոր ծոցում է կամ միածին որդի է։ Իհարկե ոչ մեկի մասին։ Իսկ Աստծուց չէր կարող ծնունդ առնել իրենից ցածր կամ մեկ այլ բնություն ունեցող ինչ որ մի գոյ, որը կզիջեր հորը, քանզի այդպես կստացվեր, որ հայրն իր մեջ ունի ցածր, միջին եւ բարձր բնություններ կամ հատկություններ կամ բնության այլ տեսակներ, որոնցով ինքն իր մեջ բաժանված կլիներ կամ հակառակության մեջ կլիներ, որը Աստված հայհոյություն է։ Այս դեպքում կհայհոյենք Աստծուն եւ կհամարենք, որ հայրը փոփոխական է, կամ բնությունների խառնուրդ է, կամ հակառակության արդյունք է, կամ բաժանված է մասերի, որից նորից ծնունդ է առել առանձին մի բնություն եւ ինչ որ կերպ մարդացել, ցածր լինելով իր հոր մի մասից, որով հայրն իսկ բաժանված կլիներ ինքն իր մեջ։ Իհարկե, սա էլ Աստված հայհոյություն է։ Ուրեմն հոր ծնունդը որդին հավասար է հորը եւ ունի նույն բնությունը եւ մի է հոր հետ անճարելի, անխառն, անշփոթ ու անբաժան լինելով Սուրբ Երորդությունից, ինչպես որ Սուրբ Գիրքն է վկայում։ Հովանու ավետարանի 10-րդ գլխում կարդում ենք. ես եւ իմ հայրը մի ենք։ Տեսեք, չի ասում թե ես եւ հայրը նույնն ենք եւ ես համ հայր եմ, համ էլ որդի, որը նույնպես Աստված հայհոյություն է, որովհետեւ եղել են ոմանք, ովքեր որ թե հայրություն են ներմուծել։ Եվ նորից եմ ասում, սա էլ հայհոյություն է։ Այլ ասում է մի ենք, այսինքն ես որդին եմ, հայրս հայրն է եւ հայրս ու ես աստվածությամբ, բնությամբ մի ենք, մնալով որդի եւ մնալով հայր։ Եվ դրա համար Սուրբ Հովանեսը գրում է հետեւյալը. Սկզբից էր բանը, եւ բանն Աստծո մոտ էր, եւ բանն Աստված էր։ Նա սկզբից Աստծո մոտ էր։ Ամեն ինչ նրանով եղավ եւ առանց նրա չեղավ ոչինչ, որ եղել է։ Կյանքը նրանով էր եւ այդ կյանքը մարդկանց համար լույս էր։ Իսկ հիմա սա լսեք։ Հովանու ավետարանի 11-րդ գլխում գրված է. Հիսուսը նրանց ասաց. Ես եմ հարությունն ու կյանքը, ով հավատում է ինձ, թեպետ եւ մեռնի կապրի։ Եվ նորից, ես եմ կյանքը։ Ես եմ որ մեռա եւ ահավասիկ կենթանի եմ հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Եվ նորից, ամեն ինչ որ ունի հայրը իմն է։ Դրա համար ասացի թե ինչ որ հոգին վերցնի ինձանից, կհայտնի ձեզ։ Իսկ հայրը ունի նաեւ բնություն, որը անփոփոխելի է, որը չի կարող համեմատվել ինչ որ բանի հետ։ Այսինքն մենք չենք կարող վերցնել Աստծո բնությունը եւ համեմատել, ասել թե կա ինչ որ մի բան, որը Աստծո բնությունից միգուցե վեր է, որովհետեւ սա նորից Աստված հայհոյություն կլինի, քանզի Աստված է մեծը եւ Աստծո հետ ոչ ոք չի կարող համեմատվել։ Իսկ մեծ ասելով չափ չենք դնում, այլ ցույց ենք տալիս նրա մեծության անսահմանությունը, քանի որ մարդկային լեզվով այլևս ուրիշ ձև չենք կարող բացատրել Աստծո անսահմանությունը, մեծությունն ու զորությունը։ Հայրն ունի բնություն, որը նաև որդունն է, որը չի կարող տարբեր լինել հոր բնությունից։ Քանզի Տերը հստակ ասում է, որ հոր ամեն ինչն իրենն է, իսկ որդին հոր անճարելի ծնունդն է, իսկ անփոփոխ բնությունից չի կարող ծնվել փոփոխական բնություն։ Քանզի եթե այդպես լիներ, ապա հայրն էլ պիտի փոփոխական լիներ, իր մեջ ունենալով տարբեր մասեր, ինչպես որ ասացի։
Սա անգամ հրեաների եւ մուսուլմանների պատկերացումներին է դեմ եւ հստակ ցույց է տալիս, որ նրանք ընդամենը հայհոյում են Տեր Հիսուս Քրիստոսին։ Հորից ցածր ամեն բան ստեղծված է եւ միայն Տեր Հիսուս Քրիստոսն է կոչվում միածին որդի կամ հոր ծոցի ծնունդ։ Ուրեմն ստացվում է այնպես, որ հրեաներն ու մուսուլմանները կամ նրանք, ովքեր հիմա պնդում են, որ Տեր Հիսուս Քրիստոսը փոքր է հորից, մերժում են իրենց փրկությունը, քանզի մի կողմը նրան սովորական մարդ է համարում, իսկ մյուս կողմը սուտ մարգարե, որին էլ խաչեցին։ Ոմանք էլ մտածում են, որ Տեր Հիսուս Քրիստոսը հոր աստվածությունից ծնված ինչ որ ավելի փոքր բնություն ունեցող մեկն է, որը հայհոյանք է հենց հոր հանդեպ։ Բայց նորից եմ ասում, հստակ գրված է. սկզբից էր բանը, եւ բանն Աստծո մոտ էր, եւ բանն Աստված էր։ Նա սկզբից Աստծո մոտ էր, ամեն ինչ նրանով եղավ եւ առանց նրա չեղավ ոչինչ, որ եղել է։ Կյանքը նրանով էր եւ այդ կյանքը մարդկանց համար լույս էր։ Տեսեք, Սուրբ Յուրեղը իր մեկնության մեջ հստակ ասում է, որ Սուրբ Հովհաննես Ավետարանի չնախորոք գիտեր, որ հանդես են գալու այնպիսի մարդիկ, ովքեր փորձելու են որդու աստվածությունը կասկածի տակ դնել նրա մարթանալու պատճառով։ Դրա համար է ասում. սկզբից էր բանը, ցույց տալով, որ միշտ եղել է եւ կա բանը, եւ բանն Աստծո մոտ էր, եւ բանն Աստված էր, եւ որպեսզի որևէ մեկը չասի, թե Աստծո մոտ լինելը դեռևս չի նշանակում, որ Աստված է։ Դրա համար Սուրբ Ավետարանիչը ավելացնում է, որ բանն Աստված էր, իսկ եթե Աստված էր, ուրեմն հորից էր, եթե հորից է, ուրեմն հորը հավասար է, որովհետեւ հայրը չի կարող իր մեջ ունենալ փոքր կամ մեծ բաներ։ Քանզի այդպես կլինի փոփոխական, պառակտված եւ ինչ որ մի անհասկանալի բնություն, որը իհարկե Աստված չէր կարող լինել։ Կամ եթե գրված է Հովանու Ավետարանի առաջին գլխում, որ շնորհը շնորհի վրա ստացանք նրա լիությունից, եթե լիությունը նրա մոտ է, եթե ինքը լիություն է, ինչպես կարող է հորից ցածր լինել։ Չէ՞ որ Կողոսացիներին ուղված իր թղթում Սուրբ Պողոս առաքյալը ասում է. որովհետև Քրիստոսի մեջ է մարմնապես բնակվում Աստվածության ամբողջ լիությունը։ Եվ այսպես է ասվում, որովհետև բանն Աստված մարդացավ, ոչ թե փոփոխվեց, ոչ թե աստվածությունը վերացավ եւ ուղակի մարդը մնաց, այլ մեր մարդկային բնությունը վերցնելով մարդացավ, մնալով ինքը անփոփոխ, եւ դրա մասին վկայում է հենց Սուրբ Հովհաննես Մկրտիչը։ Հովանու Ավետարանի առաջին գլխում կարդում ենք. Սա է նա, որի մասին ասում էի, թե իմ հետևից է գալիս, մարդ, որը ինձնից մեծ եղավ, որովհետև ինձնից առաջ էլ կար։ Տեսեք, Սուրբ Հովհաննես Մկրտիչը ասում է մարդ, որը ինձնից առաջ էլ կար։ Եթե մենք ոմանց նման Տեր Հիսուս Քրիստոսին բաժանենք երկու մասի եւ ասենք, թե առանձին մարդկային բնություն ունի եւ առանձին աստվածային բնություն, ապա Սուրբ Հովհաննես Մկրտչի ասածը սխալ է դուրս գալիս։ Բայց սա իհարկե նեստորականների գաղափարն է։ Դրա համար ուղղափառ հայրերի դավանությանը հետևելով ասում ենք, որ միությամբ է այսպես ասվում, այսինքն բանն Աստված մարդացավ եւ միավորությամբ է ասվում, որ մարդ ով ինձնից առաջ էլ կար, այսինքն ոչ թե առանձին մարդկային բնություն ուներ, այլ Աստվածամարդ է եւ նույն ինքը Տեր Հիսուս Քրիստոսն է, որը միավորման եւ միութենաբնակության դավանությամբ կար Հովհաննես Մկրտչից առաջ։ Հովանու Ավետարանում կարդում ենք. Հիսուսը նրան ասաց. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ոչ ոք չի գա հոր մոտ, եթե ոչ ինձանով։ Կյանք կարող է լինել միայն նա, ով կյանքի աղբյուր է։ Ուրեմն որդին հոր անճարելի ծնունդն է, ով կյանք է բոլոր նրանց համար, ովքեր կհավատան եւ կընդունեն ուղղափառ եկեղեցու դավանանքը։ Քանզի առանց ուղիղ դավանության չեն կարող հասկանալ Տիրոջ խոսքերի իմաստը եւ դավանել որպես ճշմարիտ Աստված։ Հովանու Ավետարանի 3-րդ գլխում կարդում ենք. Քանզի Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը։ Որդուն ցածր դասողը հայհոյում է հորը եւ մասնատում աստվածային բնությունը, քանզի հոր ծնունդը հորից է, իսկ Աստծուց չի կարող ծնվել այլ բնություն, որովհետեւ այդպես հայրը ինքն իր մեջ պատերազմի մեջ կլիներ, ինքն իրենից կհաղթվեր, ինքն իրեն կհաղթեր, կհակառակվեր, ինքն իր մեջ կիշխեր եւ կհնազանդվեր, իսկ այդ դեպքում չէր կարող լինել բացարձակ ճշմարտություն։ Քրիստոս Աստծո զորությունն ու Աստծո իմաստությունն է։ Չկար մի ժամանակ, որ հայրը զորություն չունենար, եւ չի եղել մի ժամանակ, որ հայրն իր մեջ ժամանակավոր մի բան ունենար կամ իմաստություն չունենար։ Եթե որևէ մեկը ասի, թե եղել է մի ժամանակ, որ որդին չի եղել, ուրեմն կպնդի, որ եղել է ժամանակ, որ հայրը զորություն չի ունեցել եւ իմաստություն չի ունեցել, որը Աստված հայհոյություն է։ Այս դեպքում Աստծո զորություն եւ իմաստություն որպես այդպիսին սովորական ինչ որ ներգործության մասին չէ, այլ բանն Աստծո մասին է, որը անձ է, այսինքն Սուրբ Երրորդության երկրորդ անձը։ Ելից գրքում կարդում ենք.
Եվ Աստված ասաց Մովսեսին. Ես եմ Աստված, որ է, եւ ավելացրեց. այսպես ասա Իսրայելի որդիներին. Էն առաքեց ինձ ձեզ մոտ։ Ինչու է ասում է, այսինքն միշտ կամ, որ ես եմ Աստվածը։ Ուրեմն որդին միշտ է հոր հետ, եւ նա հորից է ու հորինն է, ու հորը հավասար է, քանզի չէր կարող հոր զորությունը ցածր լինել հորից, կամ իմաստությունը ինչ որ այլ բնության արտահայտում լիներ։ Տեսեք ինչ է ասում իր մասին Աստված։ Եսայու մարգարեության մեջ կարդում ենք. Ես եմ առաջինը, ես եմ վերջինը, ինձնից բացի ուրիշ Աստված չկա։ Իսկ ինչ է ասում մարդացյալ բանն Աստված Հայտնության գրքում 22-րդ գլխում։ Ես եմ ալֆան եւ օմեգան, սկիզբը եւ վախճանը, առաջինը եւ վերջինը։ Այսինքն Եսայու մարգարեության մեջ խոսողը եւ այստեղ Հայտնության մեջ խոսողը նույն բանն Աստված է։ Ուրեմն որդին այն նույն Աստվածն է, որը հոր եւ Սուրբ Հոգու հետ նույն բնությունն ունի եւ որի մասին խոսեցին մարգարեները եւ հենց ինքը խոսեց հին ուխտում։ Եբրայեցիներին ուղված 13-րդ գլխի 7-րդ եւ 8-րդ համարներում կարդում ենք. Հիշեք ձեր առաջնորդներին, որոնք ձեզ Աստծո խոսքն ասացին։ Նայելով նրանց կյանքի ընթացքի վախճանին, հետևող եղեք նրանց հավատին։ Հիսուս Քրիստոսը նույնն է երեք այսօր եւ հավիտյան։ Այսինքն նորից մարդացյալ բան Աստծո մասին է խոսքը, որովհետև նա չի փոփոխվում, որովհետև ոչ մի փոփոխություն չկրեց իր մեջ, որովհետև նույնն է հավերժ, եւ սա նորից բացատրվում է ուղղափառ եկեղեցու միութենաբնակության դավանությամբ։ Մատթեոսի ավետարանում Տեր Հիսուս Քրիստոսը փարիսեցիներին ասում է. Դավիթը առաջնորդվելով հոգով, ինչպես նրան Տեր կոչեց, ասելով թե Տերն իմ Տիրոջն ասաց. նստիր իմ աջ կողմում, ինչև քո թշնամիներին դնեմ իբրև ոտքերիդ պատվանդան։ Արդ եթե Դավիթը նրան Տեր է կոչում, Քրիստոսն ինչպես նրա որդին կլինի։ Ուրեմն հրեաներն ու մուսուլմանները եւ բոլոր նրանք, ովքեր Տեր Հիսուս Քրիստոսին ցածր են դասում հորից, հրաժարվել են Աստծուց եւ մերժել են իրենց փրկությունը։ Հովանու ավետարանի 3-րդ գլխում կարդում ենք. Հիսուսը պատասխան տվեց ու ասաց. Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը ջրից ու հոգուց չծնվի, չի կարող Աստծո արքայություն մտնել։ Իսկ Մատթեոսի ավետարանում կարդում ենք. Գնացեք այսուհետև, աշակերտ դարձրեք բոլոր հեթանոսներին, մկրտեք նրանց հոր, որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Եթե որդին Աստված չէր, ապա ինչպես ասած թե գնացեք հոր, որդու եւ Սուրբ Հոգու անունով մկրտեք։ Միթե որևիցե մի մարգարե կամ հրեշտակ իրեն թույլ կտար նման բան ասել։ Իսկ այստեղ Տեր Հիսուս Քրիստոսը իր անձը հավասար է դասում հորը եւ հոգուն։ Եվ մինչև այդ էլ հրեաները հենց դրա համար էին իրենց ատամները կրճտացնում Տիրոջ վրա։ Հովանու ավետարանի 5-րդ գլխում գրված է. Դրա համար հրեաները առավել եւս ուզում էին նրան սպանել, որովհետև ոչ միայն չէր պահում շաբաթը, այլ նաեւ Աստծուն իր հայրն էր կոչում եւ իր անձը Աստծուն հավասար էր դասում։ Սուրբ Հովանես ավետարանիչը վկայում է, որ Քրիստոս իր անձը հորը հավասար էր դասում։ Իսկ Սուրբ Պողոս Արաքյալը Փիլիպպեցիներին ուղված թղթի 2-րդ գլխում հստակ ասում է, որ Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց։ Եվ Հովանու ավետարանի 6-րդ գլխում կարդում ենք. Հիսուսը նրանց ասաց. Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք մարդու որդու մարմինը եւ չմպեք նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա։ Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում է իմ արյունը, հավիտենական կյանք ունի, եւ ես նրան վերջին օրը հարություն կտամ, քանի որ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է եւ իմ արյունը ճշմարիտ ըմպելիք։ Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում է իմ արյունը, կբնակվի իմ մեջ եւ ես էլ նրա մեջ։ Ինչպես կենդանի հայրն առաքեց ինձ եւ ես ապրում եմ հոր միջոցով, այսինքն հոր ծնունդն է անճառելի, այնպես էլ ինձ ուտողը կապրի ինձանով, որովհետեւ Տեր Հիսուս Քրիստոսն է կյանքը, եւ ով որ չի ուտում նրա մարմինն ու արյունը, չի կարող կյանք ունենալ իր մեջ եւ առավել եւս հավիտենական կյանք։ Այս է երկնքից իջած հացը, ոչ այնպես ինչպես մանանան, որը ձեր հայրերը կերան եւ մեռան, այլով այս հացն ուտում է կապրի հավիտյան։ Իսկ մուսուլմանները, հրեաները, անհավատները եւ անգամ այն հերետիկոսները, ովքեր Տեր Հիսուս Քրիստոսին ցածր են դասում Աստծուց, Հայր Աստծուց, եւ անգամ եթե մոտենան Սուրբ Հաղորդությանը, ապա կդատապարտվեն եւ կյանք չեն ունենա իրենց մեջ։ Հովանու ավետարանում Տեր Հիսուս Քրիստոսն ասում է. Հայրն իմ մեջ է եւ ես հոր։ Եթե որդին հոր մեջ է եւ հորից է ծնունդ առել, ապա նշանակում է, որ հոր բնությունից է ու չի կարող անկատար լինել, այլապես կստացվեր, որ հայրն իր մեջ անկատար ինչ որ մի բան ունի եւ տկարություն ծնեց, անկատարություն ծնեց, կամ ինքն է անկատար, քանզի որդին հոր զորությունն ու իմաստությունն է, ինչպես Սուրբ Պողոս Արաքյալն է ասում։ Այսինքն այս ամենը սիրելիներ հայհոյություն է եւ բանն Աստված մարդացյալ հավասար է հորը ամեն ինչով։ Ինքներդ դատեք, ինչպես Աստծո զորությունն ու իմաստությունը կարող է անկատար լինել։ Եթե այդպես է, ուրեմն հայրն էլ անկատար է, իսկ եթե անկատար է, ուրեմն Աստված չէ, ուրեմն հերկվում է ընդհանրապես Աստծո գոյությունը։ Հովանու ավետարանում նորից կարդում ենք, որ
Աստված հոգին առանց չափի է տալիս, այսինքն այն հոգին, որը հորից է բխում, չափով չէ որդուն է։ Սուրբ Գյուրեղ Ալեքսանդրացին ասում է. եթե որդին հոգին առանց չափի է ընդունում եւ ունի հավիտենապես, ապա ինչպես կարող է հորից փոքր լինել, քանզի եթե հորից փոքր է, ուրեմն ինչպես կարող է առանց չափի ընդունել հոգին, քանզի հորից փոքր ենք մենք ստեղծվածներս եւ մենք չենք կարող առանց չափի ընդունել հոգին, որովհետեւ մենք ունակ չենք այդ ամենին, մահկանացու ենք եւ բնությամբ Աստված չենք։ Ուրեմն կատարյալ Աստված է մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Եթե հորից փոքր լիներ, ուրեմն հոգին էլ չափով կունենար։ Մարդիկ լուսավորվում են Աստծուց։ Մարդիկ Սուրբ Հոգու շնորհները ստանում են Աստծուց։ Եթե որդին փոքր է հորից, դա կնշանակեր, որ հոգին էլ մասնատված էր եւ որդուց ավելի քիչ են ստանում, իսկ հորից ավելի շատ, որը նույնպես անհեթեթություն է եւ հայհոյություն։ Իսկ եթե ասենք, թե որդին հոր բնությունից չէ, ուրեմն փոքր է, ապա որդին որդի չէ, ըստ սրա էլ հայրը հայր չէ, որովհետև եթե չկա որդի, ապա հայրը ում հայրն է։ Եթե հայրը հայր է, ապա նա որդով է հայր, իսկ Աստվածաշնչից գիտենք, որ կա հայր եւ որդի, որը էակից է հորը։ Եթե հայրը կատարյալ է, ուրեմն նրանից ծնվածն էլ կատարյալ է։ Եթե հայրը Աստված է, ուրեմն նրանից ծնվածն էլ Աստված է, քանզի անգամ մարդը իրենից ցածր բնություն չի կարող ծնել, այլ մարդուց ծնվում է մարդ, իսկ եթե մարդն իր բնությունից է նույն բնությունը ծնում, ուրեմն առավել եւս Աստծո մեջ չի կարող լինել այլ ուրիշ ցածր բնություն, որով կարող էր ծնել որդուն։ Ասվում է Սուրբ գրքում, որ առանց նրա ոչինչ չի եղել, եւ Սուրբ Գյուրեղն էլ ասում է, որ բնությամբ նա իր հոր որդին է։ Եթե որդին փոքր է հորից, ապա ինչի համեմատ է փոքր, կամ ժամանակի մասին խոսելը արդեն անմտություն է, քանզի արդեն գիտենք, որ ժամանակներից առաջ է նա եւ ստեղծողն է ժամանակների, եւ առանց նրա ոչինչ չի եղել։ Ուրեմն հայհոյություն է այն ամենը, ինչ որ պնդում են սրանք բոլորը։ Տգետներն ու հայհոյողները պիտի ասեն, թե ավետարանում Տեր Հիսուս Քրիստոսն ասում է, թե հայրը ինձանից մեծ է, չհասկանալով, որ Տեր Հիսուս Քրիստոսը այդ ասում է փրկagorցության տնօրինության համար, որովհետև ծառայի կերպարանք ընդունելով եկավ որպեսզի փրկի մեզ, եւ դա փրկagorցության տնօրինության մի մասն էր, քանզի խոնարհվեց եւ ծառայի կերպարանք ընդունեց։ Եվ սա ոչ թե ասում են այն պատճառով, որ հայրը ծնեց իրենից փոքր մեկին, որովհետեւ արդեն իսկ ապացուցեցինք, որ դա Աստված հայհոյություն է, այլ մեր փրկagorցության համար է այդքանը արվել։ Քանզի անգամ Սուրբ Գյուրեղը, Սուրբ Աթանաս մեծը այս ամենի մասին վկայելով ասում են, որ հենց ծառայի կերպարանք ընդունելու պատճառով է, որ այս ամենը ասում է եւ խոնարհեցնում ինքն իրեն, որպեսզի բարձրացնի մեր մարդկային բնությունը եւ ուղղի մեր սխալները, քանզի Սուրբ Գրիգոր Տաթևացին, Սուրբ Եփրեմ Ասորին ասում են, որ հենց ի սկզբանե անգամ դրախտում եւ աներբ ձեռքը մեկնեց եւ վերցրեց պտուղը ճաշակելու, նա ձգտում էր Աստվածային փառքին։ Նա ցանկացավ հափշտակել Աստվածային փառքը եւ Ադամն էլ լսելով իր կնոջը ընկավ մեղքի մեջ։ Աստծո պատվիրանը խախտվեց եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսը մարթանալով ամեն բան արեց, որպեսզի մարդկանց կատարած սխալները ուղղի, ինչպես որ ասում են հայրերը։ Անգամ աղոթելը, ինչու աղոթեց, որովհետև մարդիկ Աստծուն թողած կուրքերին էին աղոթում, իսկ նա աղոթեց եւ փառավորեց ճշմարիտ Աստծուն, որպեսզի մարդկային բնությունը նորոգի, որպեսզի մեր կատարած սխալները ուղղի եւ որպեսզի նրա մարմինն ու արյունը ճաշակելով արդարանանք եւ փրկություն ունենանք։ Իսկ եթե որևէ մեկն ասի, թե որդին մարդկային բնությամբ էր հորից ցածր, իսկ աստվածությամբ հավասար, ապա սրան էլ ասենք, որ եթե այդպես է, ուրեմն որդին ինքն իր մեջ իրենից ցածր է եւ իրենից բարձր։ Ստացվում է, որ որդին բաժանվում է երկու մասի՝ ցածր եւ բարձր։ Ստացվում է, որ մեկ որդու փոխարեն երկու որդի ենք ունենում, երկու կամք, երկու ներգործություն եւ երկու առանձին բնություններ, որը նեստորականություն է եւ ոչ թե ուղղափառ հավատք, այսինքն սա էլ իր հերթին նորից հայհոյություն է։ Եթե մեկն էլ ասի, թե փառքով է հորից փոքր, ուրեմն ինչպես է չափել հոր կամ որդու փառքը։ Կամ եթե Տեր Հիսուս Քրիստոսն ասում է, որ այնինչ հայրը ունի իրենն է, ինչպես կարող է իր փառքը ավելի փոքր լինել, քան հորինը։ Իսկ եթե ասեն Աստված է,
բայց հորից փոքր Աստված է, ուրեմն հորից ելածը իրենից բարձրն ունի եւ կնշանակի, որ Աստծուց բարձր մեկը կա, որն անհնար է, քանզի ինքը Տեր Հիսուս Քրիստոսը ասում է, որ ինքն ու Հայրը մի են, այսինքն նույն Աստվածությունն ունեն եւ Սուրբ Երորդությունն է Աստված, որի համար էլ փառք ենք տալիս ամենասուրբ Երորդությանը։ Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, երեք անձերին եւ մեկ Աստվածությանը, Սուրբ Երորդությանը։ Փառք մեր Տեր Աստծուն, փառք ամենասուրբ Երորդությանը։